2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը մեծ շեշտադրում էր անում խորհրդանշական քայլերի վրա։ Դրանցից մեկը Հայաստանի ղեկավարի ավտոմեքենայի համար նախատեսված ճաճանչափայլ արտոնյալ պետհամարանիշներից հրաժարվելն էր։ Փաշինյանը հայտարարում էր, որ այն դեն է շպրտել, արգելել է օգտագործումը եւ իր ծառայական մեքենայի վրա փակցրել է խիստ շարքային պետհամարանիշ։ Այդ ժամանակ սա ներկայացվում էր ոչ թե որպես տեխնիկական որոշում, այլ գաղափարախոսություն, իշխանությունը իջնում է ժողովրդի մակարդակին, վարչապետը մեզնից մեկն է, ոչնչով չի տարբերվում շարքային քաղաքացուց։ Նույն տրամաբանության մեջ էր նրա հրապարակային զարմանքը, երբ մարդիկ խոսում էին այն մասին, որ իր մեքենան կանգնում է կարմիր լույսի տակ։ Փաշինյանը դժգոհում էր, ասելով, թե դա ներկայացվում է որպես ձևականություն, մինչդեռ իր համար դա նորմալ քաղաքացիական վարք է։ Բայց քաղաքական խոսքն արժեք ունի այնքան ժամանակ, որքան այն պահվում է կապը իրականության հետ։ Տարիներ անց 2022 թվականին հենց նույն մեզնից մեկի շարասյունը կարմիր լույսի տակ չկանգնելու եւ արագություն գերազանցելու հետևանքով վրայերթի ենթարկեց հղի կնոջ։ Կինը մահացավ տեղում։ Ամենացնցողը ոչ միայն ողբերգությունն էր, այլ դրան հաջորդած սառնությունը։ Վարչապետի մեքենան հանգիստ անցավ դիակի կողքով, անգամ չկանգնելով։ Սա տեղի ունեցավ այն դեպքում, երբ Շարասյան մեջ կար նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սպասարկող բժշկական անձնակազմի մեքենա։ Այստեղ ձևականությունների մասին խոսքն արդեն դառնում է ցինիզմ։ Պատերազմից հետո Փաշինյանը լուռ հրաժարվեց իր երբեմնի խիստ շարքային պետհամարանիշից։ Նրա մեքենայի վրա հայտնվեց 001 ու համարանիշը։ Ավելի ուշ գոլդացվեց նաև նրա կնոջ սպասարկող մեքենան 002 համարանիշով։ Իսկ 2026 թվականին իշխանությունն արդեն պաշտոնապես արձանագրեց այն, ինչ վաղուց ակնհայտ էր քաղաքական վարքագծում։ 001 ուն պակաս գոլդ է, չափազանց մոտ է հասարակ մահկանացուներին։ Կառավարության որոշմամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մեքենայի պետհամարանիշը դարձավ պարզապես 1։ Սա արդեն ոչ թե անվտանգային կամ կազմակերպչական հարց է, այլ աշխարհայացք։ Թիվը որպես սիմվոլ, 1-ը բոլորից վեր, 1-ը առանձնացված, 1-ը օրենքից, կարմիր լույսից եւ պատասխանատվությունից դուրս։ 2018-ին Փաշինյանը ասում էր ձեզանից մեկն եմ, 2026-ին փաստերը ցույց են տալիս հակառակը, ոչ թե խոսքերով, այլ համարանիշներով, շարասյուններով, անցած դիակներով ու չկանգնած մեքենաներով։ Նա օտար է։ Ժողովրդից օտարացումը միշտ սկսվում է փոքր խորհրդանիշներից, իսկ ավարտվում է նրանով, որ իշխանությունն այլևս չի տեսնում մարդուն։ Սա շատ տեսանյութեր էլ կան, կարող եք նայել, թե ինչպես է Փաշինյանը հպարտանում, որ դեն է նետել այդ իր ձևակերպմամբ ճաճանչափայլ պետհամարանիշները, որ ինքը հասարակ քաղաքացի ասում, որ մենք դա չենք անում, որ ձևականությունն է, մենք անում ենք, որովհետև մենք ձեզնից մեկն ենք։ Հենց այդ տրամաբանությամբ ինքը վաղուց արդեն երևի թե ի սկզբանե մեզնից մեկը չէր։